Տրակ չկար։ Տիկին Սողան, դուք սկզբում եք եղել, սկզբից էլ ներկա եմ եղել, ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ իհարկե ամբողջ բովանդակությունը չեմ կարող բացահայտել, բայց շատ պատահական ճակերտավոր զուգադիպություն է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից խուզարկություն իրականացնելու հենց 3 ամենայն հավանականությամբ ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ դա որ տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սա մեկ, սա ինքնին արդեն ծանրակշիռ փաստ է քաղաքական հետապնդումը հիմնավորելու։ Երկրորդը այն է, որ էլի չխորանալով դետալների մեղադրանքի բովանդակության մեջ, թե ինչքան հին, մոտապես 2000-ական, արդեն հաղորդագրությունից պարզ 2001-2 թվականների բան է, որոնք օբյեկտիվորեն էլ չէին էլ կարող առնչություն ունենալ որպես հանցակցություն պարոն Լևոն Քոչարյանի հետ եւ իր գործողության բնույթով, այսպես ասած, պատժիչ ռեպրեսիվ գործողություններ էր, որովհետեւ երեխաները շփոթված էին շատ դիմավորել, պատկերացրեք դուրը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու ասենց ասում էր, «Էս ինչ են անում այս մարդիկ այստեղ»։ Լևոնի կինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ, չգիտեմ, հնարավոր է Սպայդերմենն է եկել, այո, շփոթված են, հա։ Այդուհանդերձ ես նաև արձանագրեցի էլ, որ ինձ համար իրավաչափության տեսակետից, նաև այս շոուները կազմակերպելու տեսակետից բացարձակ արդարացված չի կարող համարվել ԱԱԾ ալֆա ջոկատի ներկայությունը այստեղ։ Նույնիսկ մանկահասակ երեխան եկել ինձ ասում է, բայց ես գիտեմ, որ այս տեսակ ջոկատայինները պետք է ինչ-որ ահաբեկիչների մոտ գնան, ինչ-որ զինված մարդկանց մոտ, մեր տուն ինչի են եկել։ Լավ, վարույթն իրականացնող մարմինը ասում է, որ բայց իրենք չեն մասնակցել գործողությանը, էլի իրենց ներկայությունը, այդ դիմակավորված ներկայությունը ամեն դեպքում ազդեցություն է երեխաների եւ առհասարակ մարդկանց հարևանների նկատմամբ ինքը որևէ կերպ իրավաչափությամբ չի հիմնավորվում։ Դե մնացած մեղադրանքի էությունն էլ ինձ թվում է արդեն կարիք չի հասկանում, որ Լևոն Քոչարյանը անուղղակիորեն այս գործին առնչվում, որովհետև եթե Ռոբերտ Քոչարյանն է վերաբերվում գործը, ինչու են այստեղ եկել ԱԱԾ-ականները։ Ինչ որ շատ տարօրինակ փորձել են շղթակապել, թե ինչ կապ կարող է ունենալ, վստահ եմ, որ եթե անաչառ դատարան լինի, այս խուզարկության որոշումը բացարձակ ապօրինի է ճանաչվելու, որովհետև մոտավորապես 20 տարվա տարբերության մեջ մոտավորապես լոգիկան հետևյալ է, 20 տարի, 25 տարի առաջ եղել են ինչ-որ գործողությունները, ինչ-որ տարածքներ են ապօրինի օտարվել, այնտեղից ինչ-որ ենթադրաբար ապօրինի գույք է ձևավորվել, այդ գույքը ձևափոխվել, եկել հասել է այս տուն, բայց այս տանը տենց էլ չկարողացան այդպիսի բան գտնել։ Իմ տպավորությունը այնպիսին էր, որ այս մարդիկ փորձում էին ինչ-որ թանկարժեք բաներ գտնել, ամեն ինչը նույնիսկ սպասքի հետևի լոգոներն էին բացում, սկսում նայել, ուզում էին հասկանալ ինչ որ ուլտրա թանկարժեք բաներ կան, չեն կարող, ինչ որ ոսկեգույն ժամացույց են գտնում, մտածում են, ահա, հեսա գտան այդ կարևոր մեծ կեղեքիչ ապացույցը, պարզվում է, որ դա նույնիսկ ոսկի էլ չէ, ուղղակի ոսկեգույն ժամացույց է։ Ու այդպես իմ տպավորությունը այնպիսին էր, որ ցանկանում են գերթանկարժեք բաներ գտնել, որոնք այդպես էլ չկարողացան գտնել, ընդամենը եթե թույլ կտա պարոն Քոչարյանը, ասենք, որ իրենց հարսանիքին նվիրած հուշամեդալներ են տարել, որը նույնիսկ նշվածել է, բացել են այդ հուշամեդալները, վրան գրված է եղել, որ հարսանիքի ամսաթվով նվեր է այսինչ մարդկանցից։ Դրանք արգրավել են վարույթի շրջանակներում, չնայած որ էլի իմ համոզմամբ այդտեղ ուղիղ արդեն փաստվում է, որ դա առնչություն չի կարող պարզապես ունենալ այդ գործի։ Իսկ որևէ այլ բան ինչ են արգրավել, փաստաթուղթ, այլ նշանակությամբ այդ գրիչը։ Գրիչների մենք բովանդակությունը չենք էլ կարողան բացենք, գրիչ, հա։ Նույնիսկ smart TV, ֆլեշկա են տանում։ Ինչ որ հեռախոսներ այն ինչ գտել դա։ երեխաների տրամադրությունը դուք ինչպես կփոխանցեք, ինչ եք ասել այդ ընթացքում։ Փորձում ենք հանգստացնել, բացատրել բնականաբար, որ երեխաները շատ դժվարություններ չտանեն։ Դե հիմա նոր դուրս եկան, դեռ
չեմ խոսել, այսինքն միշտ տանը մարդ կար, ազատ չեն կարողացել խոսեն, հիմա քիչ հետո պետք է մտնենք ավելի փորձենք բացատրենք ինչ էր, ոնց էր։ Իսկ մնացած առումով իրականում այնտեղ որոշման մեջ որ նայում է, ինչ որ անուններ էր գրած ընկերությունների, որ գաղափար չունեմ ովքեր են ասում։ Չի հասկանում իմ կապը որը կարող լինի այդ ամեն ինչի հետ։ Ինչևէ, իսկապես հերթական անհեթեթությունն է։ Բայց ձեր դեպքում նաև ձեր ուժի հաշվի առնելով սպասվող process-ները հիմա իզոլացման քաղաքականություն է տանում Փաշինյանը ընդդիմադիր առաջնորդների բոլորի վրա մի գործ կա, ինչպես եք պատկերացնում իշխանափոխությունը, ինչի համար օրինակ դուք արդեն խորհրդարանում եք։ Տեսեք, ես կարծում այն մարդիկ, այն ուժերը, որոնք կարող են պոտենցիալ դառնալ դիմադրության օջախներ, որոնք իրենցից բան են ներկայացնում, որոնք ոնց որ այսի չեն ենթարկվում, չեն համակերպվում, բոլոր այդ մարդկանց այդ օջախները փորձելու է զսպել։ Նույնը վերաբերում է թե եկեղեցու դեպքում, թե Գագիկ Ծառուկյանի մասով, թե մեր մասով, թե մնացած, այս ու ինչի անում այս մարդը այս ամեն ինչ, որովհետև կարողանում